Վաղ միջադեպը ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ վարչության նիստում քննարկվի, այսինքն տեսնում եք այդպիսի այդ հայոյանքը փոխադարձորեն տեղում չէ։ Ինչ նկատի ունեք, որ ինչու մեկը եկավ հայոյից ազգային ժողովի նախագահ։ Եվ որ ազգային ժողովի նախագահը ես առհասարակ ասում եմ հայոյանքով պատասխանեց։ Ես կարծում եմ այդ միջադեպը տեսնող ցանկացած մարդ հասկանում է ինչա տեղի ունեցել, ինչու եւ ինչպես եւ հավելյալ քննարկման կարիք չկա։ Բայց երկրորդ հարցն այստեղ վարչությունում քննարկել։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Պարոն Ռուբինյան, եւ այս ձեր քվեարկության եմ ուզում անդրադառնալ։ Այսօր ձևավորվել է առաջին 50 այս քվեարկության արդյունքում, հետո դրանք ֆիքսված են լինել, այսինքն քվեարկության արդյունքները ոնց եղավ, արդեն ակնհայտ է, այդ թվում վարչապետի թեկնածուն է ֆիքսվելու։ Հաջորդ փուլերը կարծում ներկայացնենք, ինչ է հետո սպասվում հաջորդ 50-նյակների կազմման համար։ Ըստ մեր, չէ, ամեն մեկը քվեարկում է 30 հոգու, բայց 50-նյակն է ձևավորվելու դրա արդյունքում։ Ըստ մեր վարչության որոշման առաջին 50-ը կձևավորվի այսպես, ինչպես նկարագրեցի, եւ վարչությունը տեսականորեն հնարավորություն կունենա հաջորդ 50-նյակում փոփոխություններ անելու կամ մյուս 50-նյակում, որոնք արդեն ձևավորվել են նախորդ քվեարկության ընթացքում, բայց ես չեմ կարծում, որ մեծ փոփոխություններ արվեն։ Այսինքն, պարոն Ռուբինյան, այն արդյունքները, որ գրանցվեց նախորդ քվեարկության արդյունքում, չնչին փոփոխություններով առաջին 150-ի պատկերը այսպես կամոց չեն։ Իսկ երբ կլինի արդեն… Դե իհարկե դե քվոտայի հարց կա, կանանց քվոտա եւ այլն, այդ առումով միանշանակ փոփոխություններ կլինեն։ Իսկ այս արդյունքները երբ կանփոխվեն, այսինքն երբ բացվեն։ Դե քվեարկությունը այսօր է լինելու եւ վաղը, դրանից հետո է արդեն։ Եվ ինչ ճշտով հարց է, քանի որ վարչապետի թեկնածուն արդեն հայտնի է, թե հիմա ո՞նց է քվեարկում։ Հայտնի չէ, հայտնի կդառնա այս քվեարկության արդյունքը։ Կանխատեսելի է, այսինքն հնարավոր է ինչ-որ ուրիշ արդյունք լինի, թե քիչ է հավանական։ Տեսականորեն հնարավոր է, գործնականորեն քիչ է հավանական։ Ո՞վ օրինակ։ Դե ասում եմ, գործնականորեն դժվար թե որևէ այլ մեկը։ Բան կպում եք վարչապետի թեկնածու կա բան Ռուբինյանը։ 3 միլիոն վարչապետի։ Չէ, ԿՊ-ում հիմա կա 50 վարչապետի թեկնածու, որովհետև բոլոր 50-ը համարվում են վարչապետի թեկնածու։ Հավանական վարչապետը կարծում եմ հայտնի է։ Եվ այդ 50-ով ավելի շատ քվե հավաքեց։ Ոչ, այդ քվեաթերթիկի ներքևում կա նշում, որտեղ պետք է մարդ նաև իր ընտրած 30-ից նշի անուն, թե ում է ուզում որ լինի վարչապետի թեկնածու, եւ ում անունը ավելի շատ նշված լինի, նա կլինի վարչապետի թեկնածու։ Բացի ռեյտինգ առումից նաև վարչապետի թեկնածու է։ Պարոն Ռուբինյան, եւ վերադառնալով դեպի այդ միջադեպին, ազգային ժողովի նախագահի եւ քաղաքացու մասնակցությունը։ Քաղաքացու, սովորական քաղաքացի էր։ Ամեն դեպքում Ինչու քաղաքական գործիչ էր։ Հա, բայց նկատի եք քաղաքական գործիչ։ Հիմա դուք եք քաղաքացի, ես եմ։ Դե ուրեմն ասեք երկու քաղաքացիներ ինչ եք ասում ազգային ժողովի նախագահ եւ քաղաքացու։ Ուրեմն քաղաքացու եւ քաղաքացու։ Քաղաքացի Ավեն Սիմոնյանի, որը նաեւ ԿՊ վարչության անդամ է եւ ազգային ժողովի նախագահ եւ ընդդիմադիր քաղաքացու միջև տեղի ունեցած։ Հա, քաղաքական գործչի, հա։ Քաղաքական ձեր տնման քաղաքական։ Իմ պնդման չի, դուք չգիտեք որ այդ մարդը քաղաքական գործիչ է։ Ոչ, այդ մարդը Անետ Կորածի հարազատ է։ Այդ մարդը Անետ Կորածի հարազատ է։ Չէ։ Պարոն Ռուբինյան, ազգային ժողովի նախագահի եւ ընդդիմադիր քաղաքական գործչի միջև տեղի ունեցած այդ միջադեպը, ինչ է կարծում, պետք է ազգային ժողովի նախագահի մասով ԿՊ-ում ըստ ԿՊ կանոնագրքի էթիկայի կանոնագրքի 4-րդ ենթակետի շրջանակներում քննարկման առարկա դառնա, թե ոչ։ Նարեկ ջան, եկեք մեզ բանի միամիտի տեղ չդնենք, էլի։ Մարդը եկել հայոյել է ազգային ժողովի նախագահը։ Վատ արել, բայց Դե վերջ ուրեմն կգնաք, Իվարկյան, ուրեմն կգնաք, այդ ընդդիմադիր քաղաքական գործիչին կգտնեք, նախ կճշտեք իր կուսակցությունը կամ կազմակերպությունը էթիկայի կանոնակարգ ընդհանրապես ունի թե չունի, եթե պարզվի ունի, իսկ ես երաշխավորում եմ որ չունի, բայց եթե պարզվի որ ունի, կհարցնեք, այդ ձեր էթիկայի կանոնակարգի ես ինչ որերորդ կետով ձեր վարչությունը բան քննարկել է, որ գնացել եք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահին քրֆել եք։ Այդ հարցը Իվարկյան, ես նաև սպասում եմ, որ ազգային որ Ազատություն ռադիոկայանը
մարդ կուղարկի այդ քաղաքական ուժի մոտ, կհարցնեն, մի 10 հատ հարց կտան, կասեն ես միջադեպը քննարկելու եք թե ոչ։ Այդ ժամանակ կգաք ինձ այս հարցերը կտան։ Ներողություն, ի՞նչ է նշանակում, չեք տեսել դուք այդ կադրերը։ Իդեր, հիմա իդեր, ես տեսա, քանի որ դուք հրապարակ օրաթերթից եք։ Ձեր օրաթերթի խմբագիրը մի քանի օր առաջ վկայակացելով ինձ, որ ես խնդրել եմ եւ պահանջել եմ, որպեսզի հրապարակվի թե ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Ասելա, բայց քո ինչ գործն է ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը, մենք քեզ չենք հարցնում, չէ՞ դու առողջական խնդիր ունես, թե չէ։ Ուզում եմ հրապարակավ հայտարարել այս պահի դրությամբ Փառք Աստծո, ես որևէ առողջական խնդիր չունեմ։ Հիմա խնդրում եմ, կասեք ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Դա դες վերաբերում է, չէ՞։ Այո, դա ինձ վերաբերում է։ Դա ներողություն, ինչ։ Դրսի դες ֆինանսավորում է։ Չէ։ Իսկ ձեզ։ Ոչ, Իսկ ով է ձեզ ֆինանսավորում։ Ես կարող եմ հրապարակել ով այնց ֆինանսավորում։ Ես աշխատավարձ եմ ստանում ազգային ժողովից, որը ինքնին որտեղ ես չգիտեմ ձեր կերպարը որտեղ է այդ փողը մտնում։ Ես չգիտեմ դուք ում ֆինանսավորումից եք հարկ մուծում կամ մուծում եք թե չեք մուծում։ Հիմա ես նույնիսկ չգիտեի որ դուք ստեղ եք լինելու։ Բայց ներողություն էլի, որ խնդրեմ կասեք ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Գնացեք բացեք, ոչ մեկ չի ֆինանսավորում։ Ոչ մեկ, ձեր եք աշխատում։ Դուք ինձ հիմա հասեք տա, դրամական գործնական եք բա։ Չէ, գրանցված չեմ։ Ձրի եմ։ Ես օրինակ CVK-ի համար ոդքասթ եմ վարում ձրի, որի իրավունք ունեմ։ Դուք ձրի եք աշխատում հրապարակում։ Ով եք աշխատացնում եք ամոջար CVK-ի։ Իսկ դուք ձեր ուղեղը ում համար եք աշխատացնում եւ ում վճարում եք։ Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Ում փողով։ Ով է փող տալիս ձեզ։ Մի ներողություն, սա շատ կարևոր է, հարգելի գործընկեր, երբ որ ես պահանջում եմ հաշվետվողականություն, մի ասեմ ազգային ժողով, ինչ դղյակ, ես դղյակ չունեմ։ Ինչ է նշանակում, ում մասին է խոսքը, ով դղյակ ունի մեր թիմի։ Արադ Միրզոյանը դղյակ ունի, որտեղ է դղյակը։ Առանձնատունը դղյակ է։ Առանձնատունը դղյակ է։ Այսինքն դուք ուզում եք այսինքն դուք ուզում եք ասել, որ օրինակ Պապուս հայրը, որը աշտարակի շրջանի Արտաշավան գյուղից 1950-ականներին եկել է Երևան եւ իր եղբայրների հետ մեր երրորդ մասում ներկայումս գտնվող տունն է սարքել, սեփական տունը, առանձնատունը, դա դղյակ է, հա։ Դու կարող ես Չէ, ասում դա տեղյակ է, Հայաստանում ապրող սիրելի բոլոր սեփական տուն ունեցողներ, իմացեք, որ այսուհետ դուք ապրում եք դղյակներին, բայց լավ արդեն դուք անհետաքրքիր եք, դե եթե ես անհետաքրիր եմ, խնդրում լքեք ես սենյակ, դե ուրեմն նստեք և լսեք, խնդրեմ, չէ, բայց մի վայրկյան էլի թող Խնդրեմ։ Փաստ չի, եթե մանդատը վերցնի, այո, եթե չէ, չէ։ Պարոն Ռուբինյան, տեսեք, դուք գործընկերոջից հարցին պատասխան ասացիք երկու քաղաքացիների միջև միջադեպը։ Չէ, ես ասացի ազգային ժողովի նախագահի եւ մի քաղաքական գործչի միջև։ Երկու քաղաքացիների միջև դա ատոմ լինի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ընդդիմադիր քաղաքական գործչի միջև միջադեպը, որոնք երկուսն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ինչու է ընդդիմադիր գործիչը խուլիգանություն կատարելու համար բերման ենթարկվում հայհոյելու։ Իսկ ազգային ժողովի նախագահը ոչ, այսինքն տարբերություն է դրվում։ Որովհետև ազգային ժողովի նախագահը իր համար հանգիստ դուրս եկավ ազգային ժողովից քայլում էր, եկավ մի քաղաքական գործիչ, հեռախոսը միացրած, լայվը միացրած եւ սկսել իրան ասել արա եւ այլն, պարզ չի։ Այսինքն, բանա, այդ քաղաքացին իր համար կանգնած էր այդ քաղաքական գործիչը, ազգային ժողովի նախագահը եկավ սկսեց իր վրա հարձակվել։ Սիրելի գործընկերներ, դուք անկեղծ չեք, դուք ազնիվ չեք ձեր հարցերով։ Այդտենց, որովհետև կարող եք, այո։ Պատասխանեցի արդեն հարց։ Պատասխանեցի, որովհետև ձեր մատնանշած քաղաքական գործիչը եկել եւ սկսել է սադրել ազգային ժողովի նախագահին։ Դե վերջում դրա համար ստացել է պատասխան։ Այսքան որ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ գնահատականների այդ միջադեպին տալու է իր կուսակցությունը, իրավապահները, եթե տեսնեն այդպիսի հարց եւ քաղաքացիները, ես դրա համար եմ հարցնում, վարչությունը տեսնում է այդ անհրաժեշտությունը։ Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում։
Ես կհամակարգեմ։ Երեք օր շարունակ ծնողները, ամեն կորածների ծնողները այդ նույն անձանց են, որոնք դուք ուսացան անդամների համար, իրենք պատերազմի մասնակից անձիկ են։ Ամեն դեպքում բավական ես իմացում եմ։ 3 օր շարունակ իրենք նաև ազգային ժողովի մուտքի մոտ եկան համապատասխանատվություն ուղարկեցին ազգային ժողովի նախագահային այդ մյուս ղեկավարների ղեկավարներին 3 օր շարունակ նույն այդ ծնողների հետ հավաքված են։ Այստեղ կարելի է եզրակացնել մի բան, իմ հարցերն անում է, որ Արեն Սիմոնյանը չգիտե, որ 3 օր շարունակ այդ մարդիկ իրեն են բաղ։ Չգիտեմ, Արեն Սիմոնյանը կհարցնեք։ Բայց դա ձեր հարցը ընդհանրապես ռելևանտ չէ վիճակը։ Որովհետև ակնհայտ էր մեկ բան, որ ըստ էության Արեն Սիմոնյանը իջել էր եւ սադրանքի հետ։ Դե լավ է։ Ժողովուրդ դուք անկեղծ չեք։ Դուք անկեղծ չեք։ Արեն Սիմոնյանը դուք քաղաքացու ձեռքը volում է ոչ։ Ձեր ասածը ընդհանրապես ռելևանտ չէ նկարագրվող միջադեպ։ Ընդհանրապես։ Պարոն Ռուբինյան, այդպես է կարելի դեմից հենց ֆիքսենք, որ պահվածքը դատապարտելի է, չպետք է ազգային Իսկ ինչի է դատապարտելի։ Բայց ինչ է դատապարտելի, ասեք։ Հա, լավ չի, դա ֆիքսեցինք, չէ՞ որ լավ չի։ Բան ընդդիմադիրի կողմից չէ ինքնով, հա դատապարտելի է, չպետք է ազգային ժողովի նախագահային հայրենի եւ այլն։ Բայց ինչու է ազգային ժողովի նախագահ լինելով իշխանության բարձրագույն ներկայացուցիչ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, չի գործում օրենքով, այլ եթե կարելի ասել խուլիգանությանը պատասխանում նույն կերպ։ Շահուր ջան, դուք հարցնեք, դա Արեն Սիմոնյանին կամ հարցրել եք արդեն, եկել է, դուք ինձ հարցնում եք, ես տեսնում եմ, չգիտեմ, վարչությունում քննարկման իշխանության ներկայացուցիչը պետք է փորձի լինել հնարավորինս զուսպ, հնարավորինս սուրբ եւ այսպես շարունակ, պետքա սպանի իր մեջ մարդուն, էգոն պետքա սպանի, երբ որ իրան վիրավորում են, պետքա փորձի հետ չվիրավորել, երբ որ լրագրողներն են իրան վիրավորում, պետք է ժպիտով, sense մեղմ ժպիտով ասի հարգելի լրագրողներ եւ պատասխան իրանց հարցերին, երբ որ լրագրողները տալիս են անտակտ հարցեր, անազնիվ հարցեր, չգիտեմ, տենդենցիոզ հարցեր, ինքը պետք է համբերատար նստի եւ սպասի եւ ժպտալով ասի հաջորդ հարցը հարգելի լրագրողներ։ Ես հարցնում եմ ինչի օրենքով չի գործել ազգային։ Օրենքով է գործել, օրենք հա խախտել։ Հայոց է Դե հիմա ինչ օրենք հա խախտել։ Եթե դա օրենք խախտում է, ուրեմն այստեղ բոլորը պետքա, բոլորը չէ, տղամարդիկ առնվազն պետքա մի 1000 անգամ նստած հելաշեն։ Քրեականացված չէ։ Նիկոլ Փաշինյանը այսպես է կարող զարշավը սկսվել, հա, որ ասում է, եթե մենք չընտրվենք, պատերազմ կլինի, մենք չընտրվենք, թիպը չի կայանա։ Սա դուք հենց այդ նշածա, որ ասում եք անդրադի վիդային պատերազմ, հենց սա օրինակը չէ, թե վիդային պատերազմ և ներողություն եկեք հետո, լավ որ ասում եք Նիկոլ Փաշինյանը հենց Գյումրիում ասեց 65%-ի ակնկալիք ունենք, որտեղից է այս դիտարկումները, քանի որ տարբեր հացեր ընդմախոսները ասում են, այ սա հստակ ցույցում է, որ լցոնումների վերաբերյալ նրանց տեսակետն են փոխանցում, նաև տեղեկություններ են բարբերաբար շրջանառում, որ նոր ձևավորվելիք խորհրդարանում ազգային ժողովի ղեկավարության կազմում փոփոխություններ են լինելու, ազգային ժողովի նախագահի դուք այս մասով ինչ-որ տեղեկություններ, քննարկումներ կան դուք որ լրատվամիջոցից եք, մի վախեցեք չեմ հարցրել նորաֆինանսավորն, հա։ Եվրոմեդիա։ Բայց կարելի է հարցնել։ Տեսեք, սկսենք վերջից։ Երբ որ մարդ ասում է ես ակնկալիք ունեմ այսինչի, դա բան չի։ Ասացիք որտեղից ձեզ նման ինչ բառ օգտագործեցիք։ Չէ, վստահություն չէ, ասացիք որտեղից ձեզ նման տեղեկություն, թե ինչ։ Հա, ակնկալիքը նշանակում է, որ մեկը ակնկալում է ինչ-որ բան։ Պետք է մենք այո ակնկալում ենք ստանալ 65%։ Եթե տենց հասել։ Կամ ընդհանրապես ակնկալում ենք հաղթել ընտրություններում, ակնկալում ենք մեծ տոկոսով հաղթել ընտրություններում։ Եթե ակնկալիքը ցուցումա, չգիտեմ այդ ում գլխում է առաջացել այդ աբսուրդային միտքը։ Իսկ գիտեք որն է։ Օրինակ եթե մենք ասեինք, գիտեք ինչ կա, մենք խնդիր չունենք, միակ հարցներն է 60 կխփենք 70 թե 80, այդ դեպքում կարելի է դա դիտարկել որպես խոստովանություն այն մասին, որ մենք պատրաստվում ենք լցոնել։ Բայց քանի որ մենք Սերժ Սարգսյանը չենք եւ նման բաներ չենք հայտարարում, չգիտեմ, այդ հարցը էլի ռելևանտ չէ ընդհանրապես այդ հարցը։ Հաջորդը ռելևանտ, ասեն, ռելևանտ ինչ որ բանին վերաբերելի։
Հասկացա՞ք։ Օրինակ ձեր հարցը շատ ռելևանտ է հիմա, որովհետև հասկացանք, որ ռելևանտ նշանակում վերաբերելի, բայց իրականում ես եմ սխալ, պետք է հայերեն բառ օգտագործեմ։ Հաջորդ ազգային ժողովի ղեկավար կազմը որոշվում է ընտրություններից հետո, ընտրություններից առաջ ոչ մի քննարկում այդ առումով չկա եւ չի լինելու։ Ես որևէ հավակնություն չունեմ ընտրություններից առաջ որևէ բանի։ Ես ընդհանրապես այս պահին հավակնում եմ լինել ցուցակից։ Ես կարծում եմ այդ հարցը եւ բնդումը ռելևանտ չէ, վերաբերելի չէ։ Հաջորդը Ինչ։ Հա, պատերազմի հետ կապված։ Ջորջ ջան, էլի, որ ասում եմ դուք անկեղծ չեք, ասում եք ինչ եք ասում, դուք անկեղծ չեք։ Որովհետև դուք անընդհատ ձեր հարցերում բան եք անում, հարցը նենց եք ձևակերպում, որ ինքնին սկզբնակետը սխալ է արդեն։ Մենք չենք ասում, բայց թողեք պատասխանը։ Դուք կթողնեք, տեսեք, այնքան բան եք անում։ Նայեք, հիմա իրավիճակը հետևյալն է։ Մենք չենք ասում, որ ՔՊ-ն միակ աստվածատուր ուժն է, որը եթե լինի իշխանության, չի լինի պատերազմ։ Եթե չլինի իշխանության, կլինի պատերազմ։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք, մեր քաղաքական դաշտի ուժերը ունեն քաղաքական առաջարկ։ Հիմա քաղաքացիական պայմանագիրը օգոստոսի 8-ի հռչակագրով, քաղաքացիական պայմանագրի ձևավորած կառավարությունը հասել է խաղաղության։ Մենք հիմա առաջարկում ենք հունիսի 7-ին ժողովրդին քվեարկել քաղաքացիական պայմանագրի օգտին, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը շարունակի այդ խաղաղության ուղին, որը հաստատված է, այսինքն չհրաժարվել խաղաղության ուղուց։ Հիմա կան այլ քաղաքական ուժեր, հիմնականում 3 օլիգարխների քաղաքական ուժերը, Քոչարյան, ռուսաստանցի օլիգարխ Ծառուկյան, բայց ոչ միայն իրանք, նաև իրանք սատելիտները, որոնք հայտարարում են, որ այս խաղաղությունը լավը չի։ Իրանք ասում են, սա արժանապատիվ, մի ընդհատեք ինձ խնդրում։ Իրանք ասում են, սա լավ խաղաղություն չի։ Մեկը ասում է արժանապատիվ չի եւ հետեւաբար մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն, մյուսը ասում է իրական չի, հետեւաբար մեզ պետք է իրական խաղաղություն, մյուսը ասում է ուժեղ չի եւ մեզ պետք է ուժեղ խաղաղություն, բայց այդ մյուսը չի ասում, իր AI-ն է ասում, իր արհեստական բանականությունն է ասում, ինքը չի ասում։ Ընդհանրապես չգիտեմ ինքը գոյություն ունի, թե չունի, ես կասկածներ ունեմ, որ ինքը գոյություն չունի։ Մի վարքան։ Ինչ։ Երբ ներդրումներ էր անում, չեք տեսնում գոյություն ունի, թե չունի։ Երբ ներդրումներ էր անում, տեսնում էին գոյություն ունի։ Հիմա չեմ տեսնում, որ գոյություն ունի, որովհետև չեմ տեսնում, չի խոսում այդ մարդը։ Բայց ներողություն։ Հիմա այս մարդիկ հայտարարում են, որ իրանք պատրաստում են վիճարկել այս խաղաղության բոլոր կոմպոնենտները։ Իսկ որոնք են այս խաղաղության կոմպոնենտները։ Առաջին եւ սկզբունքային կոմպոնենտը Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով այդ թվում հաստատված եւ ոչ միայն, նաեւ համանազատման հանձնաժողովների կանոնակարգով Ադրբեջանի եւ Հայաստանի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Իրանք ինչ են ասում։ Օրինակ, Դաշնակցության ներկայացուցիչները ասում են, որ խորհրդային միության ժամանակվա սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անարդար սահմաններ են։ Երբ որ դու ասում ես մի բան անարդար է, դու վիճակում ես դա։ Կամ իրանք ասում են, որ սահմանազատման կանոնակարգի 5 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող լինել։ Պետք է լինեն նոր սկզբունքներ, օրինակ դեմոգրաֆիական սկզբունքով պետք է լինի սահմանազատումը, այսպես չանակ։ Այսինքն իրանք կամ ինչ են ասում են Քոչարյանն ինչ ասում։ Ասում է 29743 կիլոմետր քառակուսու մեջ պարկը փակվելը սխալ է, չպիտի Հայաստանը դրա մեջ պարփակվի։ Կամ ինչ են ասում իր կուսակիցները, ասում են Արարատը մերն է, Դադիվանքը մերն է, այս ինչը մերն է, ինչը մերն է։ Հիմա ասում են մերն է, հասկանում եք, այդ արտահայտությունը արվում է։ Հիմա սա մեկ կոմպոնենտ, հաջորդ կոմպոնենտ, թրիպը հայ-ամերիկյան բիզնես նախագիծը։ Իրանք ինչ են, բայց քանի որ ինքը հայ-ամերիկյան է կառավարությունների միջոցով քննարկվող, այս բիզնես նախագիծը քաղաքական պայմանավորվածության արդյունք է, որովհետև Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ նախագահն են, չէ՞, պայմանավորվել թրիպի շուրջ։ Հիմա իրանք ասում են, այս թրիփում պետք է նոր կոմպոնենտներ մտցնել, նոր կողմեր մտցնել։ Ու առաջարկում են մտցնել այն կողմերին, որոնք ԱՄՆ-ի հետ նույնիսկ երական Մինսկի խմբի համանախագահության շրջանակում չէին համատեղվում, իրար չէին ուզում հանդիպել, հիմա չեն ուզում հանդիպել, հասկանում եք, մի վարքան։ Այսինքն դա նշանակում է, եկեք ջրենք այս թրիպը։ Հաջորդը սահմանազատմանը արդեն անդրադարձավ, երբ որ մենք ասում ենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, իրանք ասում են ոչ, Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակենք։ Հիմա եթե
կպցնում ենք իրար այս բոլոր կոմպոնենտները, որ իրանք խաղաղության բոլոր կոմպոնենտները ասում են, հա, ներողություն, խաղաղության պայմանագիրը, ասում են խաղաղության պայմանագրին պետք է ներառել նոր երաշխավորների։ Այստեղ էլի երկու խնդիր կա։ Ա. Խաղաղության պայմանագիրը արդեն նախաստորագրված է եւ նրա մեջ նշում չկա երաշխավորների մասին։ Եվ երբ որ ասում են պետք է նոր երաշխավորներ, նշանակում ասում են եկեք վերաբանակցենք, հա, այո, սրանք բոլորը փոփոխությունների առաջարկ են, սրանք բոլորը վերանայման առաջարկ են։ Եվ հետեւաբար, եթե այս քաղաքական ուժերը գան իշխանության եւ անեն այնինչ իրանք խոստանում են անել, իսկ իրանք ինչ են խոստանում անել, վերանայել այն խաղաղությունը, որ այսօր կա, հասկանում եք։ Եթե իրանք ասում են վերանայում ենք, նշանակում է դա ավտոմատ հրաժարվել այս խաղաղությունից։ Իսկ դա նշանակում է ավտոմատ հրաժարվել միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուց, հրաժարվել սահմանազատման սկզբունքներից, հրաժարվել ապաշրջափակման սկզբունքներից եւ թրիփի իրագործումից, հրաժարվել Ղարաբաղյան շարժումը չշարունակելուց։ Սա ավտոմատ 100%-ով բերելու է պատերազմի։ Հիմա մի վարքան։ Հիմա հետեւաբար ավելի կոռեկտ կլիներ, որ դուք ձեր հարցը ոչ թե sense ձևակերպեիք։ Միշտ դուք ասում եք, եթե մենք պատերազմ ընտրվենք պատերազմի չի լինի, այլ ասեիք։ Միշտ դուք ասում եք, որ եթե ընդդիմադիր ուժերը ընտրվեն եւ անեն այն քաղաքականությունը, որ իրենք խոստանում են եւ կլինի պատերազմ, այդտեղ շարունակեք։ Մեկ է մի բան էլ ասում են, հաճախ ասում են, դուք վախեցնում եք պատերազմով, սպառնում եք պատերազմով, Ժորժ ջան, եթե մենք Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որ հիմա վարվում է, պատերազմից վախենալու ընդհանրապես որևէ պատճառ չի։ Դուք հիմա դրամաբանությունը, որ ներկայացնում եք, դա որ պրոյեկտում եք 18, 15, 20 թվականների այն հայտարարությունների վրա, որ անում էին ձեր թիմակիցները, օրինակ այդ նույն հայտնի արտահայտություն Արցախ-Հայաստանը եւ երբ որ քննադատություններ էր հնչում, որ պատերազմը սկսվեց այդ հայտարարության համար, ինչ էր հակադարձումը, որ չի կարելի ամեն ինչ այդքան պարզունակացնել։ Հիմա դուք ասում եք Արարատը դա պատերազմն է, դա դիմացի։ Ես դա չեմ ասում։ Ախր ինչ եք դուք անդադ նենգաղ փոխում իմ ասած։ Ես աշխողի մի վարքան, ոչ, ես ուրիշ բան եմ ասում եմ, չճանաչելը, հրաժարվելը Հայաստան մի վարքան, թող նայեք, դուք կոնկրետ մի մասը։ Մի վարքան, ոչ, մի վարքան։ Ինչն է դա օրինակ։ Ես ձեզ ասում դա ինչի օրինակ է։ Դա օրինակ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային ամբողջականության աներկբա ճանաչումից հրաժարվելու։ Ոչ։ Մի հատ կլսեք ինչ եմ ասում։ Կլսեք ինչ եմ։ Չէ, դուք եք ծայրահեղացնում ու հիմա ես ձեզ կապացուցեմ դա։ Առաջինը։ Ես հիմա որ ես նկարագրում եմ, ես չեմ նկարագրում եմ միայն հայտարարություններ։ Ես նկարագրում եմ ձեզ հայտարարություններ իրանց անելիքների մասին։ Այդ մարդիկ ասում են, մենք գալու ենք, հրաժարվելու ենք Արմաթայի հռչակագրով միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչելուց, հրաժարվելու ենք սահմանազատման գործընթացի հիմքից, հրաժարվելու ենք ապաշրջափակման գործընթացի սկզբունքներից եւ շարունակելու ենք Ղարաբաղյան շարժումը, հասկանում եք։ Ես չեմ ասում իրենք գալու են հայտարարեն, ես ասում եմ իրենք գալու են եւ անեն։ Հաջորդը։ Մենք կոնկրետ ասենք հիմա վերջը մեղադրանքը Փաշինյանի որն է, որ այն ժամանակ ասել է Արցախ-Հայաստանը եւ էր, թե որ հիմա չի ասում Արցախ-Հայաստանը եւ էր, որովհետեւ ներողություն, որովհետեւ ըստ էության ընդդիմության հիմիկվա այս պահի քաղաքական հայտարարությունները հենց դա են էլի։ Չէ, բարոն Ռուբինյան, ես ուղղակի հարցնում եմ, այսինքն այն ինչի համար դուք մեղադրում եք հիմա ընդդիմությանը կամ կարծում եք, որ իրենք անելով կբերեն պատերազմի, երբ որ դուք նկարագրում եք իրենց ասածները, դա ոնց որ հիշեցնի այն ինչ դուք արեցիք։ Բայց մեր ժամանակ խաղաղություն չկար, մենք եկել ենք իշխանության գոյություն ունեցող հակամարտության պայմաններում։ Հիմա հակամարտությունն ավարտված է, այդ մարդիկ ասում են ժողովուրդ, ոչ, այդ հակամարտությունը չպետք է ավարտվի։ Օրինակ մի հարցի անդրադառնալ թրիփի մասով։ Բայց ինչ թվում է շատ։ Այնպեսի հայտարարություն եք անցում կտրում, որ մենք անձաբերագրով լինենք, մենք չենք լսել։ Ինչը չեք լսել, ասեք, հակատ ասեք։ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նայեք իմ եւ Արծվիկ Մինասյանի բանավեճը Շանթի եթերում ապրեք։ Այնտեղ ես ասում եմ հակամարտությունն ավարտված է, պարոն Մինասյանը ասում է հակամարտությունը չի կարող ավարտված համարել։ Հակատելի խնդրում եմ, հերթով էլի։ Պայմանագիր չունենք եւ
ենթադրվում է, այո, որ այդ հակամարտությունը դե վերջնական ավարտված։ Ոչ, հակամարտությունը օգոստոսի Վաշինգտոնյան օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրի տեքստը մի վարքյան էլի, մի վարքյան, դա այդ փաստաթուղթը ունի հավասար ուժ, ինչ օրինակ ունեն դրանից առաջ ցանկացած հայտարարություն հրապարակված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ։ Մի վարքյան։ Այդ հայտարարության մեջ հստակ գրված է, որ հակամարտությունն ավարտված է, գրված է, որ կողմերը ուշադրություն դարձեք, չեմ խոսում նախաստորագրված խաղաղության պայմանագրի մասին, խոսում եմ ստորագրված խաղաղության հռչակագրի մասին, որը այդ թվում որպես վկա ստորագրել է ԱՄՆ նախագահը։ Գրած է, որ հակամարտությունն ավարտված է, գրած է, որ կողմերը ապագայում էլ իրար պահանջներ չեն ունենալու, վրեժի չեն դիմելու եւ այլն։ Հաջորդը այդ հռչակագիրը ստորագրելուց հետո արդեն քանի ամիս անցել, 8 ամիս անցել, եւ Հայաստանի վարչապետը, եւ Ադրբեջանի նախագահը մոտարապես ամիսը մեկ բաց կրկնելով հայտարարում են, որ հակամարտությունն ավարտված է։ Օրինակ ձեր լրատվամիջոցները սիրում են, չէ՞, Ալիևին ցիտել։ Բայց երբեք օրինակ չես տեսնի ձեր լրատվամիջոցներում վերնագիր հակամարտությունն ավարտված է, Ալիև։ Բայց իրականում այդպիսի բազմաթիվ հայտարարություններ են եղել, այդ թվում էս վերջերս։ Մի վարքյան, ոչ, ասում եմ հստակ, աներկբա հայտարարվում է, որ հակամարտությունն ավարտված է։ Հիմա, բայց ասեմ ոնց հավատակ, մի վարքյան, ասեմ ոնց հավատակ, որ ավարտված է։ Գնացեք սահմանամերձ գյուղեր եւ լսեք կրակոցի ձայն կլսեք թե չէ։ Գնացեք Գերեզման, նայեք 18-ամյա երիտասարդի դագաղ կա, որին թաղում են, թե չէ։ Զանգեք ձեր բարեկամներին, ասեք, որոնք ծառայում են բանակում, զանգեք, ասեք վերջին անգամ երբ եք կրակոցի տակ ընկել։ Զանգեք տարբեր մարդկանց, ասեք, երբ վերջին անգամ ձեր 18-ամյա որդին, թոռը, եղբայրը երբ է սպանվել հակառակորդի կրակոցից։ Այդտեղ կհասկանաք հակառակորդի։ Մի վարքան, այդտեղ հիմա խնդրում եմ դուք իրավունք ունեք տեղից ներողություն։ Ռեպլիկ անել միայն մեկ հարցով։ Կարող եք առանց ինձ հարցնելու ռեպլիկ անել եւ ասել հրապարակը ֆինանսավորվում է այսինչից։ Եթե դա չեք ասելու, խնդրում եմ մի ընդհատեք ինձ։ Խնդրում եմ մնալ բարեկրթության սահմաններում։ Այս էլ է բարեկրթության սահմաններից դուրս մնալ։ Լռեք եւ մի խանգարեք ինձ կամ հրապարակեք թե ով է ֆինանսավորում հրապարակեք։ Հակամարտության ավարտը ինքը բան չի, էլի, ինչ որ անորսալի բան չի, այդ հակամարտությունը կամ չկա։ Օրինակ 1995 թվականից մինչև 2017 թվականը գիտեք հակառակորդի կրակոցից առաջնագծում քանի զինվոր է սպանվել։ 490։ Իսկ 2024 թվականի փետրվարից մինչև այսօր ինչի՞ եմ այս երկու ժամանակատվածը համեմատում, չէ՞, որովհետև ընդդիմադիրները ասում են մեր ժամանակ խաղաղություն էր, իսկ հիմա այս խաղաղություն չի։ Հիմա այդ իրանց մեր ժամանակ խաղաղություն տարիներին 490 զինվոր է սպանվել։ Այս 24-ի փետրվարից սկսած, երբ որ խաղաղություն չի, 0 զինվոր է սպանվել։ Այդ է հակամարտության ավարտը։ Մենք չենք եկում, որ այո, այս բանի սահմանում զոհ չկա, բանի բնյա, բայց ինչի չկա, մի վարքան, ինչի չկա։ Խաղաղությունը մենք ուզում ենք հասկանալ, դա կայուն է, դա ստորագրված է, դա հիմնավոր է, այ դա է խնդիրը։ Դրա համար, եթե չեք հավատում մեզ, ես գիտեմ, որ ընդդիմադիր լրագրողները ավելի շատ հավատում են ադրբեջանական ղեկավարության հայտարարություններին, քան Հայաստանի։ Մի վարքան։ Եթե չեք հավատում մեզ, կարող եք բացել, օրինակ Ադրբեջանի նախագահը, երբ կարծեմ 2 ամիս առաջ էր, ասում էր, որ խաղաղությունը հաստատված է ոչ միայն թղթի վրա է, այլ նաև իրականության մեջ, եւ մենք ձգտում ենք հավերժական խաղաղության։ Մեզ չեք հավատում իրանց։ Նախատեսվում է խաղաղության պայմանագրի վերջնական։ Ինչի ընթացքում։ Ապրիլ ամսվա ընթացքում, որտեղ նման խոսակցություններ։ Նման տեղեկություն ես չունեմ։ Բայց հայկական կողմը գիտեք, որ միշտ պատրաստ է։ Դուք ասում եք, որ Այս բանին չէ։ Եթե նկատում եք այսօր։ Դուք ասում եք ընդդիմադիրները հայտարարում են, որ իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը եւ իրենք բառացիորեն նման բան չեն։ Բայց միտքը դա է, չէ։ Մի վարքան բանը։ Ուղղակի չեք լսել, դուք սիրում եք ուղղ խոսք ցիտել, այդ մարդիկ ասում են վերադարձի մի վարքան կարող խոսում։ Հա։ Վերադարձի իրավունքի մասին են խոսում եւ այլ, որը դուք օրինակ իրավեստական չեք համարում։ Իսկ իրենք համարում են իրավեստական։ Ես չեմ կարող իրենց տեղապատասխանել։ Իսկ ինչ են ասում բայց իրանք, էլի։ Այս բանին դեռևս այո, անվտանգային մեխանիզմներ չկան հնարավոր։ Այս բանին Բայց մի վարքան, օրինակ նայեցի, երեք Քոչարյանը ինչ ասում է։ Լավ տվեք հանրություն։ Դե ուրեմն ասեք թող չթատեն ձեզ։ Դե որտեղ դուք հարց եք տալիս միջանկյալ, ստիպված եք լինում արձագանքել, ասում եք վերաբանակցելու են։ Բանակցելու մեջ ինչ
վատ բան կա։ Դիվանագիտական Ասեն ինչ վատ բան կա։ Հարցը լուծելու։ Այսինքն դիվանագիտությունը իրենից պատերազմ հողի վրա։ Բացատրեմ, հարցը հասկանալի է։ Եվ ներողություն, ըստ այդ տրամաբանության, ուրեմն դուք կուսակցական խաղաղություն եք բերել, որ ձեզանից հետո եկող ուժերը չեն կարող բանակցել որևէ փաստաթուղթ կամ որևէ փոփոխություն։ Իսկ թվում լավ չեք ըմբռնել։ Բանակցելու մեջ վատ բան չկա, երբ որ ինչ-որ մի համաձայնություն դեռ տեղի չի ունեցել։ Այսինքն, շատ նորմալ է, եթե կա X հարցի շուրջ չկա համաձայնություն, բանակցում է մի կառավարությունը, չեն գալիս լուծման, բանակցում է մյուս կառավարությունը, բանակցում է մյուս կառավարությունը, բանակցում է մյուս կառավարությունը, եւ այսպես շարունակ։ Հիմա օրինակ, ասենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը 90-ականներից բանակցել են Լեոն Տեր-Պետրոսյանի օրոք, Քոչյանի օրոք, Սարգսյանի օրոք, Փաշինյանի օրոք։ Նորմալ է, որ բոլորը բանակցում են, որտեղ մինչև այդ կետը բանակցությունները չեն փսակվել հաջողությամբ։ Խնդիրը դառնում բանակցելը, երբ որ արդեն իսկ համաձայնությունը կա, գալիս ասում ես, հոպ, եկեք նորից բանակցենք։ Հասկացաք տարբերությունը։ Մի վայրկյան։ Այսինքն, երբ որ արդեն համաձայնություն կա խաղաղության վերաբերյալ, երբ որ կողմերը ֆիքսել են, որ այդ խաղաղությունը կա, երբ որ դու գալիս ասում ես մի վայրկյան, այս խաղաղությունը իմ դուրը չի գալիս, արի նորից բանակցենք, դա նշանակում է հրաժարվել է արդեն ֆիքսացից։ Հաջորդը դուք ասում եք կուսակցական խաղաղություն ենք բերել, կուսակցական խաղաղություն չենք բերել ենք իրական խաղաղություն։ Եթե տեսականորեն իշխանության գա այլ ուժ, որը շարունակի այս քաղաքականությունը, պատերազմի վտանգ չի լինի մեկը, որտեղ պատերազմի եւ խաղաղության երկընտրանքը ոչ թե ՔՊ-ից է կախված, այլ ՔՊ-ի վարած քաղաքականությունից։ Եթե ուրիշ ուժեր այդ նույն քաղաքականությունը խոստանար վարեր, մենք չենք ասի պատերազմի վտանգ կա։ Խնդիրներն է, բայց որ այն քաղաքական ուժերը ընդդիմադիր, որոնք հավակնում են իշխանության, իրանք դրա 180 աստիճան, դրան 180 աստիճանով հակասող քաղաքականություն են ուզում վարել։ Բայց եկեք քայլերին նայենք, էլի, եկեք քայլերին նայենք։ Նիկոլ Փաշինյանը ոչ բանակցություններից է հրաժարվել, ոչ մադրիդյան սկզբունքներից է հրաժարվել, ոչ միջնորդներից է հրաժարվել, ոչ նույնիսկ մեծ կադրային փոփոխություններ արել, ոչ բանակում, ոչ դիվանագիտական համակարգում։ Չի, ես այս ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, չի եղել մեկ առաջարկ, որը մինչև 20 թվականը հայկական կողմը մերժել է։ Ամենայն պատասխանատվությամբ ես ձեզ ասում եմ։ Պարոն Ռուբինյան, ամփոփելով ձեր կուսակցական քարոզարշավը, այդ ընթացքում դուք եղաք Հայաստանի բոլոր մարզերում, մեկ օր նաև Երևանում, ինձ հատկապես հետաքրքիր է սահմանամերձ հատվածի բնակիչների հետ շփումները ինչ են ասում։ Ես պետք է ասեմ, որ ես շատ տպավորված եմ այդ քարոզարշավով եւ մեր հանդիպումներով եւ իհարկե մեր հարգարժան մամուլը ներկայացնում է ոչ իրական պատկեր, բայց այդ իրական պատկերը երևում է, օրինակ այստեղ կան լրագրողներ, որոնք մեզ հետ նույնիսկ շենգավիթում եղել են եւ ես գիտեմ, որ նրանց աչքերը չեն խափում եւ նրանց աչքերը տեսել են այն տեսել են այն դրական վերաբերմունքը, որ շենգավիթում մենք ունեցել ենք։ Ասեմ, որ շատ դրական վերաբերմունքի արժանացանք Սյունիքում, հիշում եք, չէ՞, այդտեղ բոլորը ասում են Սյունիքը նրանց չի ընդունում, չգիտեմ, Սյունյաց ողջույն, այլ Սյունիքում իսկական Սյունյաց ողջույնի արժանացանք, նաև այդ Սյունյաց ողջույնը իրենք խնդրեցին փոխանցել ընդդիմադիր ուժերին եւ այսպես շարունակ։ Պարոն Ռուբինյան, ես մեր կուսակցական ընտրությունների վերաբերյալ նախորդ ընտրություններից հետո Դավիթ Դանելյանի, Կարեն Միկրյանի եւ եւս մեկ անունը, որը չեմ հիշում, ներողություն եմ խնդրում, չեղարկվել է եւ իրենք չեն մասնակցել ընտրություն։ Կպարզաբանեք, քանի որ դուք գերթափանցիկ կուսակցություն եք, ընտրություններն եք գերթափանցիկ եք իրականացնում, Կարեն Գրիգորյանը այսօր որքան էլ փորձեցինք իրենից հետաքրքրվել, ի վերջո ինչ է արել, որ չեղարկվել է իր մասնակցությունը, չպարզաբանեք, դուք խնդրում եք։ Ես կոնկրետ չեմ պարզաբանում, բայց ընդհանրապես կարգի խախտումների վերաբերյալ այսքանով բավարարվեք, բայց ես թափանցիկ եմ, սրանից ավելի թափանցիկ։ Խոսքը կեղծարարության մասին չէ, բայց ես կրկին կուզեի իմանալ։ Ի վերջո, ով է ֆինանսավորում հրապարակ լրատվությունը։ Դուք իմ խմբագրի շատ եք սիրում, պարոն Ռուբինյան։ Բացարձակ։ Ցավոք։ Բայց գրած է ով է փոխ տալիս։ Թափանցիկ կա։ Նայեք, խնդիրը գիտեք ո՞ր է։ Ներողություն էլի, ներողություն։
Քանթիրը գիտեք ո՞ն է, նա օրինակ հիմա հարություն։ Հայ Պոնջորյանը Նիվարքյան էլի, Նիվարքյան, լսեք էլի, ինձ քանթիրը նայեք ո՞րն է։ Օրինակ հարություն է, հիմա տեսնում, հա, որ ես ձեր հետ զրուցում եմ։ Հարությունը երբ որ տեսնում է ինձ, ինքը գիտի։ Ես քանի որ հրապարակում եմ, աշուտ գրում եմ իմ բանը, հայտարարագիրը ամեն տարի, հարությունը ցանկացած պահի կարող է Google-ում գրի Ռուբեն Ռուբինյան հայտարարագիր, տեսնի ես ինչքան ֆինանսական միջոց ունեմ ու որտեղից։ Այսինքն ինքը տեսնում է, որ իմ ֆինանսական աղբյուրը միակ ազգային ժողովի կողմից ինձ տրվող աշխատավարձն է։ Ուրիշ աղբյուր ես չունեմ։ Հիմա ինքը որ նայում է ձեզ, ինքը ախր չգիտի ձեզ ով է ֆինանսավորում, որտեղից եք դուք փող ստանում, ում անունից եք դուք խոսում։ Հա, բայց ես ուզում եմ հասկանամ, ես ում եմ ընթերցում։ Քանի ամիս առաջ ինքը ներկայացրել է ցապած։ Հիմա դժվար է ասել, բայց հիմա դժվար է։ Դժվար է մտնել Արմինե Օհանյանի հետ կատարան։ Բայց մեջը գրածա ով է ֆինանսը։ ինքը չի հրապարակել, ինքը չի հրապարակել, չէ, ինքը Հայ Պոնջորյանը ինչ առանձնատուն, ինչ եք խոսում։ Օ, բայց դա հերկվեց, մարդը հրապարակեց, չէ, հրապարակեց կադաստրային Այ, լավ, ես խնդրում եմ, երբ որ խնդրում եմ հետո առանձին, եթե չեք ուզում հրապարակալ, ինձ գրեք էլի ով է ֆինանսավորում, իմանանք, վերջը դարի գաղտնիքը բացահայտվի։ Շնորհակալություն բոլորիդ, այլ հարցեր կային, եթե կային խնդրեմ, եթե չէ, լավ եղեք։ Հեսա, պարոն Պոնջորյանը ստեղ է, կարող ես պատասխանել։